Ովքեր ներգրավված են եղել ամանորի գիշերը ծառայությանը, մեծ պատվով են կատարում իրենց վրա դրած գործառույթային պարտականությունը, քանի որ դա մեր ծառայությունն է, մեր ծառայության բնույթն է եւ բոլորս էլ գիտակցում ենք, որ դրանով մեծ գործ ենք անում։ Վարդան Խոցանյանը հերթապահում էր հենց ամանորի գիշերը։ Տոնական օրերին պարեկային ծառայողներն ուժեղացված հսկողություն էին իրականացնում։ Վարորդների նկատմամբ հսկողություն իրականացվել, որպեսզի ոչ տափ վիճակում տրանսպորտային միջոցները չվարեն, ոչ տափ վիճակում գտնվող վարորդներին հայտնաբերել ենք եւ համապատասխան իրավական հետևանքներն են առաջացել վարորդների համար, ինչպես նաեւ հսկողություն է իրականացվել, որ ամառային անվադողերով տրանսպորտային միջոցները չվարեն։ Նշանակվել են տարբեր պարեկային կարգախմբեր, որոնք ապահովել են խաչմերուկներում երթևեկության անցնելիությունը։ Հունվարի 1-ից 7-ը պարեկները ստուգել են 9035 մեքենա։ 261-ի անվադողերը եղել են ամառային, 298-ինը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողեր։ Այդ ընթացքում հայտնաբերել են նաեւ ոչ սթափ 417 վարորդ։ Կոնկրետ դեպքի ու իրավիճակի առանձնահատկություններից ելնելով պարեկային ծառայողները կողմնորոշվում են տվյալ իրավիճակով, փորձում են մաքսիմալ զերծ մնալ կոնֆլիկտային իրավիճակներից, փորձում են հարթել իրավիճակը, վարորդին հրամցնել, որ ոչ տափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը նախ օրինական չէ, հետո դրանից զատ։ Մյուս քաղաքացիների կյանքը, առողջությունն ենք վտանգում դրանով։ Ճանապարհատրանսպորտային պատահարներն են նույն ժամանակահատվածում 810 են, 310-ը Երևանում, 500-ը մարզերում։ Տոնական օրերին ուժեղացված ծառայություն էին իրականացնում նաև փրկարարներն ու շտապօգնությունը։ Փրկարար ծառայության մայորը հիշում է, հենց հունվարի 1-ին են խոշոր հրդեհ մարել։ Այնքան հրդեհ իրանից բարդություն չէր ներկայացնում, ինչքան որ մարդկանց տարհանումը տարեցքին կար, ինքը քաշովել ծանր կին էր, իրան տարհանելն էր նախ խնդիր, ոչ պատուհանից կարող էինք անել, ոչ ծխապատ գոտում вообще անհնար էր, ընդհանրապես անհնար էր ծխապատ գոտուց հանել իրեն։ Այդ կինը առաջին բուժօգնության կարիք ուներ։ Շտապօգնության բժշկուն պետք է մոտեցնենք, ոնց ուզում ենք, մի բան պետք է անենք, որոշում պետք է կայացնենք, որտեվ բժշկուհին ինքը կարող էր այդ պահին տուժած դառնալ, բայց շատ հերոսաբար դիմադրեց այդ մեր բժշկուհին։ Ծխապատ տարածքով էլ բժշկուհուն հասցրել են հիվանդին։ Մայոր Մուրադյանը հերթապահում էր այդ օրը։ Ճիշտ է, դժվար է, որ ընտանիքից հեռու ես լինում, բայց սովորական բան է դառել, այստեղ էլ նույն տոնն է, ինչ տարբերություն։ Միայն Երևանի տարածքում շուրջ 1800 կանչել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասարկել է շտապօգնությունը։ Տոնական օրերին մի փոքր տարբերություն շատ չնչին լինում է, բնականաբար դա կապված է հրավառության պայթուցիկների հետ վնասվածքներն է վերջույթների, մի քանի կանչ եղել է, ալկոհոլային թունավորումներ է արձանագրվել, 14 դեպք, որից հաստատված ալկոհոլային թունավորում եղել է 5 դեպքը եւ այդ 5 հոգին հոսպիտալացվել են, 5-ից 2-ը ցավոք անչափահասներ են եղել։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում կանչերը գրեթե 400-ով ավելի են եղել։ Նախորդ տարվա համեմատ այս տարի թունավորման դեպքերը բավականին քչացել են։ Փողոցում վայրընկած վնասվածք ստացած քաղաքացիների թիվը էականորեն պակասել է համեմատած նախորդ տարիներին։ Մասնագետն ընդգծում է, ուշացումներ ծանրաբեռնվածության պատճառով երբեմն եղել են, սակայն դրանց պատճառով ոչ մի քաղաքացի չի տուժել։ Էմմա Վարդանյան, Ռոմիկ Խաչատյան, լուրեր։